Նարեկը հայերեն կարդալ գրել չի իմացել, երբ առաջին անգամ ոտք էր դրել Հառիճավանքի Թրբանջան ընծայարան։ Նա ծնվել ու մեծացել է Մոսկվայում, ընտանիքը հոգ է տարել, որ տղան բավարար չափով հաղորդակցվի մայրենիով։ Նաև հաճախի հայկական եկեղեցի, որն օտար միջավայրում նրա համար հայկական ինքնության ու մշակույթի հետ կապը պահպանելու միակ վայրն է եղել։ Որ ես եկա ստեղ, ես գրել չգիտեի, անգամ իմ ազգանունը չի կան գրեի, եւ ես օր ու գիշեր սովորում էի, որ կարողանայի տամիջ սովորել։ Շատ են զարմացել իմ ծնողները։ Վախտենում եմ, որ ես չէի հավատում, որ այս ամեն ինչ կարամ, եւ հենց որ սովորեցի արդեն շատ են զարմացել, շատ են գովում։ Դժվար նվերներ են էլի առնում, որ կարողացնեմ այդ ամեն ինչը հաղթահարել։ Նարեկն այս ընթացքում ոչ միայն հայերեն գրել եւ ազատ հաղորդակցվել է սովորել, այլև այսօր Հայաստանաբնակ իր հասակակիցների հետ մայրենի լեզվով քննություններ է հանձնում։ Նա Հառիճավանքի Թրբանջան ընծայարանի այս տարվա շրջանավարտներից է։ Այժմ ավարտական հայոց պատմության քննության թեստն է լրացնում։ Ամեն ինչ հիշելու եմ ես ձեռքբերած ընկերներիս, բնությունը, եկեղեցին, որ այն մարդկանց, որոնք ծանոթացրել են ինձ, թե ոսկել է ճիշտ ապրել որպես քրիստոնյա, եւ շատ եմ կարոտելու բոլորին, շատ։ Ոնց որ իմ ընտանիքից ես հեռանում եմ էլի, իմ ընտանիքի կողքից։ Այսօր մեր մոտ պետական ավարտական քննություններն, ինչպես որ ամբողջ հանրապետությունում, մեր ընծայարանում եւս 12-րդ դասարանի շրջանավարտներն հանձնում են պետական ավարտական քննություն, որպեսզի ստանան դպրոցական ատեստատները, վկայականները։ Այս պահին քննություն հանձնում են մեր սաներից 4-ը, այսինքն 12-րդ դասարան այս տարի մենք ավարտող սաներից 4-ն ենք։ Ընծայարանում անցկացրած տարիներն ու ստացած գիտելիքները փոխել են Նարեկի նախնական ծրագրերը։ Նա որոշել է մնալ Հայաստանում եւ ուսումը շարունակել Ճեմարանում։ Դիմումն արդեն ներկայացրել է եւ սպասում է ընդունելության քննություններին։ Միշտ չէ, որ պատանիները ցանկանում են ուսումը շարունակել Ճեմարանում։ Սա ընծայարանի կողմից առաջարկվող հնարավորություններից մեկն է։ Զավակին ընծայարան ուղարկող ծնողը գիտի, որ այստեղ անկախ ամեն ինչից որդին ապահով ձեռքերում է եւ կարճ ժամանակում կստանա որակյալ կրթություն եւ հոգեվոր գիտելիքի մեծ պաշար։ Այստեղ միայն սովորում են արական սեռի անձեր, ոչ միայն նպատակ ունենալով եւ կոչումը զգալով իբրև ապագա եկեղեցական լինելու, այլ ընդհանրապես կրթվելու, ունենալու հայեցի քրիստոնեական դաստիարակություն եւ մեր նաեւ առաքելությունն է այդ իմաստով, որպեսզի այս ընծայարանի դռներից դուրս գան իբրև գիտակից քրիստոնյա հայորդիներ, իսկ եթե նաեւ նրանց մեջ կլինեն այնպիսիներ, ովքեր կուզենան իրենց հետագան շարունակելու եկեղեցական, այլևս եկեղեցական ասպարեզում, մենք առավել ուրախ կլինենք դրա համար, բայց ընծայարանը այդ իմաստով որևէ պարտադրանք կամ պարտավորություն չունի սաների նկատմամբ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղաների ճնշող մեծամասնությունն այնուամենայնիվ նախընտրում է կրթությունը շարունակել Մայրաթորի կրթական հաստատություններում։ Դրան հաճախ նպաստում են ընծայարանի բարենպաստ պայմաններն ու այն յուրահատուկ միջավայրը, որը խոր ազդեցություն է թողնում մասնագիտական ընտրության առջև կանգնած պատանու աշխարհայացքի վրա։ Ես իրականում չէի պատկերացնում, ինչքան կարևոր ու մեծ դեր կարող է խաղալ այս Հառիճավանքի իմ կյանքում, այս ընծայարանը։ Մինչև այստեղ գալս պատկերացում անգամ չունեի, որ կարող է Հայաստանում այսպես մի գեղեցիկ ու լիարժեք ամեն ինչով ապահովված տեղ լինի, որ կարողանա մարդուն բավարարող գիտելիք եւ հոգեվոր միտք ու կարողություններ դրել իր մեջ։ Ես անձամբ իմ ընկերներին, իմ անկության ընկերներին, իմ եղբայրներին, իմ ծանոթներին, բոլորին այստեղից պատմում եմ լավ հուշեր, բարի դրվագներ ու ցանկանում եմ ու միշտ փորձում եմ նրանց բերել այստեղ, ոչ միայն շրջայցի, այլ նաև որ այստեղ նրանք սովորեն ու վստահ եմ, որ նրանց կյանքը կփոխվի, ինչպես իմը փոխվեց։ Մտովի հետ եմ գնում են անցած ճանապարհը, որ անցել եմ մի տարի առաջ ու նայում եմ հիմա ինձ, զգում եմ այդ ահռելի փոփոխությունը եւ իմ ամբողջ կյանքի ընթացքում դա միշտ իմ աչքի առաջ է լինելու այս մի տարին, ոնց ինձ փոխեց, ոնց է ես առաջ եւ ոնց եմ հիմա եւ ոնց եմ լինելու հետո։ Իրենց հիմնական այսպես նպատակը ստանալ բարձրորակրթություն եւ նաեւ ապրելու այդ վանական միջավայրում, որը ունի հստակ օրակարգը,
որը բնականաբար հարմարեցված է մեր ճեմարանների գրեթե ամբողջական ընթացքին, ներառյալ ժամերգությունների մասնակցություն, պատարակների մասնակցություն, սաների անմիջական ներկայությամբ, անհետև իրենց սերտողությունների, դասապատրաստությունների ընթացքը, որը խմբովի են անում, այսինքն միասնական են լինում, նպատակը հետևյալն է, որպեսզի ոչ մեկ առանձնության մեջ մնալով չտրվի ծուլության այդ գայթակղությանը եւ հետապես մեկը մյուսին տեսնելով այդ ընթերցանության, դասապատրաստության մեջ կարողանան այսպես մեկը մյուսին ոգևորելով իրենց ուսումը ճիշտ կազմակերպել։ Ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող Թրբանջան ընձայարան կարող են դիմել Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների մինչև 17 տարեկան քաղաքացիներ, որոնք ավարտել կամ դեռ սովորում են ավագ դպրոցում, Հայ առաքելական եկեղեցու զավակ են։ Քննությունները որպես կանոն անցկացվում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հարկի տակ։ Ընդունելությունը կազմակերպվում է ընդհանուր հարցազրույցի միջոցով, նաև քանի որ մեր մոտ ուսումը կազմակերպվում է հումանիտար հոսքի վրա, այսինքն ընդունելության քննություններ մայրատորում, որ մենք կազմակերպում ենք, դրանք կազմակերպում ենք լեզու, պատմություն, գրականություն առարկաներից են կազմակերպվում եւ նաև ընդհանուր դիմորդների հետ զրույց է կատարվում, ճանաչողական զրույց են կատարում, սարկավակները, տեսչության անձնակազմը ճանաչողական զրույցից հետո նոր ընդհանուր քննարկման արդյունքում եւ իրենց բազային հավաքած բոլոր երեք առարկաներից բազային հավաքած միավորների համակումարով նոր արդեն որոշվում է տվյալ դիմորդը ընդունվելու է Թրբանջյան ծառայության սովորելու ուսում ապակա 3 տարիների համար թե մերժելու ենք նրանց դիմումը։ Հառիճ ավանքը գտնվում է Հայաստանի հյուսիսում, Հառիճ համայնքում, Արթիկ քաղաքից մոտ 4 կիլոմետր հարավ-արևելք։ Դեռ միջնադարից այն հայտնի է եղել իր կրթական ավանդույթներով։ Սովորողներ կան նաև Վրաստանից, Ռուսաստանից։ Երիտասարդները Հառիճում հագեցած օրակարգով են ապրում, աղոթք, եկեղեցական ծեսեր ու ավագ դպրոցի ծրագրով հաստատված դասեր։ Մեծ տեղ է տրված ժամանցին, մարմնամարզությանը։ Սովորողների համար կարելի ասել ստեղծված են բոլոր այն պայմանները, որպեսզի իրենց շատ լավ զգան, ոչ միայն կրթության բնագավառում, այլ նաև իրենց առօրյայի համար, հանգստի համար, ունենք սկսած խոհանոցից, հստակեցված մենյուի, ճաշացանկից, որը որ մայրատոր հետ համաձայնեցված Գևորգյան ճեմարանի հետ համատեղ ճաշացանկ է գործում, սովորողների համար կարգավորված է նրանց դասապրոցեսի ռեժիմները, հանգստի ռեժիմը, դասապատրաստման ռեժիմը, քնի ռեժիմը, այսինքն ամբողջը կարգավորվում է, ամբողջը վերահսկվում է դասապրոցեսի համար, քանի որ մենք հումանիտար հոսք ենք, առարկայական ժամերը ավելի շատ տրվում է հումանիտար առարկաներին, այսինքն լեզուներ, պատմություն, հայոց լեզու, օտար լեզու, որպեսզի ավելի շատ սովորողները հմտանան եւ իհարկե Գևորգյան ճեմարան դիմելու ժամանակ արդեն ավելի պատրաստն են եւ տարիների փորձը նաեւ ցույց է տալիս, որ մեր մոտի ավարտած եւ ճեմարան դիմաց սովորողներն որպես կանոն ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս։ Ընդունելության հայտերի մասին դեռ վաղ է խոսել, ասում է տեսչական կազմը, նշելով, որ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը։ Շրջանավարտներն արդեն հավաքել են ճամփրուկները, հանձնել շապիկները եւ պատրաստվում են կյանքի նոր փուլ սկսել, ուսումը շարունակելով ճեմարանում կամ աշխարհիկ բուհերում։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։